Միացել է ծանր հրետանին։ Անվանել հավաքական Սաշի կանոնով Լավը չկա միած սպիտակ ձիով ասպետ Կանգնած է եղել Գյումրու և գյումրեցիների կողքին։ Մի հակակոռուպցիոն կոմիտե չներես երկրում։ $16,000 գնել եք 3 տարվա Range Rover։ Բարև ձեզ, եթերում Arm Comedy-ն ես որ հանում եք թեյը, սուրճը, դառը շոկոլադը մենք սկսում ենք։ Դառը շոկոլադը, իդեպ հենց այնա ինչ մենք անում ենք արդեն քանի տարի է։ Եթե գնահատում եք, կարող եք միանալ մեր Patreon-ին։ Իսկ մեր գլխավոր գործընկերն է GTB Steel-ը, որը Արարատի մարզում մի հսկայական մետաղաձուլարան է ստեղծել նորագույն տեխնոլոգիաներով։ Գերմանական արմատուրաներ արարատյան տեխնոլոգիաներով։ Չէ, հակառակը Արարատյան արմատուրա գերմանական տեխնոլոգիայով։ Կոմոդ ավելի լավ ստացվում։ Եվ այսպես Վիգուս ամենամաչելի pick-up-ը արդեն ոչ միայն մաչելի է, այլ նաև հասանելի Երևանում։ GMC 4x4 pick-up-ները այնքան մաչելի են, որ ոչ միտեղ չեք գտնի դրանք։ Իսկ ինչքան է գինը կհարցնեք դուք։ 11.2 միլիոն դրամ։ Հա, իսկ երաշխիք հետը կա կասկածանքով կարծնեք էլի դուք։ Երաշխիք կա, միջև 5 տարի կամ միջև 200,000 կիլոմետր։ Այդքան վստահելի են վիգուսները։ Եվ այսպես հոր եղբայր Գյումրիում շարունակում են թեժանալ կրքերը, արդեն այնքան են թեժացել, որ միացել է ծանր հրետանին։ Ու ծանր հրետանին իրեն բնորոշ էմոցիոնալ ձևով բացատրեց, որ նոր ավականի ապետ, որպեսզի այդ թալանածը կարանան հետ բերեն մեզ։ եւ ավագանու ընտրությունները տեղի են ունենում այն պատճառով, որ Գյումրիի ավագանին հրճակեց, որ ինքը հրաժարվում է գյումրեցիներից գողացված գույքի վերադարձի օրակարգը սպասարկել։ Հեղափոխությունից անցավ 7 տարի, իմ ժամով, չգիտեմ քո ժամով քանի տարի անցել, 7-10 ու ապակը։ պարզվեց, որ արա, թալանածը դեռ հետ չեն բերել։ Հա, բայց որոշակի հաջողություններ այդ ճանապարհին կան։ Կան։ 2018-19 թվականին մենք որոշակի այսպես հեղափոխական կամքով մի քանի մարդկանցից, որոնց պայմանականորեն կարելի է անվանել հավաքական Սաշի կանոնով, մի քանի մարդկանցից մի քանի տասնյակ միլիոն դոլարի գույք մենք վերադարձրինք։ Հետո մարդիկ սկսեցին հարցեր տալ։ Լուրջ մի քանի տասնյակ միլիոն պայմանական Սաշիկից, մինչդեռ Սաշիկը չաղքատացավ դրանից, շատ լավ ապրում է երկրից դուրս։ Ժողովուրդը ավելի մեծ սպասումներ ուներ Սաշիկի հետ կապված։ Բայց մենակ դա չէր, 7 տարվա մեջ նաև նախկինների մոտ հայտնաբերեցին ուշադրություն Range Rover։ Այս վերջերս ես իմ էջում դրել էի 2010 թվականի արտադրության ապօրինի ձեռք բերված որպես ապօրինի գույք Range Rover-ի վերադարձ եւ էլի ինդիմադիրները սրանով էլի ժողովրդին խափում են ոչ, դա հենց նրա ապացույցն է, որ հատիկար հատիկը բարիս բուն իմաստով հատիկար հատիկ է։ Եթե տենց դուր չի գալիս, ուրեմն Range Rover առ Range Rover ենք վերադարձնելու, բրաբուս առ բրաբուս, յաշիկ առ յաշիկ։ Մանավանդ Ալենը նայ ծափատ, այս հիշեցնեմ հեղափոխությունից 15 րոպե անց ինչ որ կարմիր Range Rover-ը Աստված իրանով Այդ հիմա նաև Brabus-ներն են վերադարձնում, սենց որ գնա 7 տարին մեկ մի հատ Range Brabus, այդ մարդակ դետը 327 տարուց բոլոր Brabus-ները կվերադարձնեն ժողովրդին։ Այդքան շատ է տակը մնացել։ Գյումրիի ընտրություններին մասնակցում է 300-ից 350 միլիոն դոլարի ապօրինի ձեռք բերված գույք, որը սպասվում է վերադարձի Հայաստանի Հանրապետությանը եւ ժողովրդին ի սեփականություն։ Okay, 350 միլիոն դոլարը այս 7 տարի է այնտեղ Գյումրիում սես կուչ եկած իր համար պարկած ու չէին կարողանում հետքերեն որ վերադասեն ժողովրդին, որտեվ դատախազություն, հակակոռուպցիոն մի ամբողջ Յոհաննիսյան, էդի չէին կարողանում հետ բերեին։ Դե այ հիմա պետք է նոր քաղաքապետ, որ նոր Գյումրիում կարան իմանան այդ գույքը դու մնա բա վերջը, եթե չէ ուրեմն։
Բայց եթե քաղաքապետ, ուրեմն կիմանան։ Ընդ որում հայտնի են ումն են այդ գույքերը։ Դրանք Միշիկի գույքերն են, դրանք Վարդանիկի գույքերն են, դրանք Ռոբիկի գույքերն են եւ դրանք Սերժիկի գույքերն են։ Առավել fucking եւս, բա 7 տարի է, Զադերշկան ինչու՞մն է։ Ջան, Զադերշկան այս ընտրություններն են, այ ընտրությունը կլինի, կընտրեք նոր կլինեն բացահայտումներ։ Եվ ես ուզում եմ, որ այն մարդիկ, ովքեր մեզ քննադատում էին բավարար չափով արագ չգործելու համար, գնան ընտրական տեղամասներ եւ ապացուցեն, որ անկեղծ էին քննադատում։ Այսինքն եթե Գյումրեցին դժգոհ է, որ 7 fucking տարում մի հատ range են վերադարձել, պետք է հիմա գնա ու ձայն տա այդ մարդկանց, ովքեր 7 տարում ընդհանրապես մի հատ range են կարողացել վերադարձնել։ Որոշելս անորայի ռեկորդը ֆակ բարի տարանցնել, հա, 479։ Լավ, ինչևէ, այդ ամեն ինչը հատիկ առ հատիկ Range Rover R Range Rover կոնկրետ երբ կվերադարձվի։ Մի քանի տարի էլի երևի մաքսիմում։ 2018-19 թվականներին, երբ որ ես ասել եմ կոպեկ առ կոպեկ վերադարձնելու ենք, հատիկ առ հատիկ վերադարձնելու ենք։ Եվ ես իմ Facebook-յան էջում արդեն մի շարք եմ սկսել, որը հույս ունեմ եւ համոզված եմ, որ առաջիկա տարիներին չի ավարտվելու այդ շարքը։ Առաջիկա տարիներին անընդհատ պետք է ընտրեն ԿՊ-ին, որ մի դայբոք այդ շարքը հատիկ առ հատիկի Facebook-յան չընդհատվի։ Որտեւ կոռուպցիայի դեմ պայքար ինքը սենց կերերից է որ շանդում ասում։ Լավ, չկա մի հատ սպիտակ ձիով ասպետը որ կգա ու իրավիճակը ասես կհայտնվի ինչ որտեղից ու Գյումրիում սա սաղ կպրկի։ Արդեն հայտնվել է։ Լուրջ։ Այո, գուցե այդքան սպիտակ ձիու վրա չի այդ ասպետը, բայց ոսպետա։ Մարդ, ում գործերից Գյումրու հոտ է գալիս։ Մարդ, ով մշտապես կանգնած է եղել Գյումրու եւ գյումրեցիների կողքին։ Չլավեք գյումրեցի սուպերհերոս էլի։ Միջև հիմա այդ ֆայտոնում գյումրեցիների կողքը կանգնած է։ Ну, մեկ-մեկ նստած է գյումրեցի կողքին։ Կարակ մոտենակ նկարվեք։ Մարդ, ով քայլում է Գյումրուն համահունչ։ Մարդ, ով մշտապես պահել է գյումրեցու թասիբն ու արժանապատվությունը։ Այսենց թասի պահող ու մի քիչ տարօրինակ ժպիտով քաղաքապետ ապետք Գյումրիին։ Խիա տարօրինակ ժպիտով։ Արա խիա, ֆայտոնի մեջ նենց ժպտում, կարծես հատիկ առ հատիկ իրան վերադարձրել են ինչ-որ բան։ Իսկ այն ընթացքում մյուս սպիտակ ասպետից ոնց որ թե բռնագանձում են գույքը 7 տարին չանցած։ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից հօգուտ պետության պահանջվող գույքերի մեծ մասը նվիրատվություն է, որը նա եւ ընտանիքի անդամները ստացել են բանվորներից, պահակներից կամ խանութի վաճառողներից։ Եվ դա այն ժամանակահատվածում, երբ Վարդան Ղուկասյանը հանդիսացել է Գյումրու քաղաքապետ։ Տեսնում եք ինչքան են սիրում սովորական բանվորները իրանց քաղաքապետին, որ իրանց գույքը, խանութը նվիրում են իրան, ասում են ես քեզ։ Բայց ոնց որ թե Ղուկասյանը տենց կարճած չի իր գույքից։ Ասենք բռնականձեցին։ Իմ ինչս բան եղավ, որ ընդհանրապես գույք էլի։ Շատ թեթև է տանում հատիկ առ հատիկվելը։ Խոսեց նաև մյուս նախկին քաղաքապետը, որը մեղադրվում է սև բերդը ներս անելու մեջ։ Միացյալ Նահանգներում գտնվող ու Գյումրիի պատմական Սևբերդի հողատարածքների ապօրինի օտարման համար մեղադրվող Սամվել Բալասանյանը գրավոր է պատասխանել վարչապետի մեղադրանքներին։ Սևբերդ ամրոցը մեր ընտանիքը ձեռք է բերել նախկին սեփականատիրոջից, այլ ոչ թե համայնքից։ Դե արդեն լավ չէ, որ արտագաղթել է Ամերիկա, տենց ազնիվ ու խիզախ մարդ։ Դե մանավանդ որ սև շուկայից չառել Սևբերդը, այլ մասնավորից օրինական ձևով։ Okay։ Այդ ընթացքում ակտիվացավ մեր Օվիկը, մեր Սարիկը անողոք քննադատությամբ Նիկոլենց հանդեպ։ Ներկա իշխանության հետագա ղեկավարման դեպքում մեր երկիրը մխրճվելու է անկառավարելի եւ ծանր դրության մեջ։ Շատ անսպասելի կարա թվա, բայց դա մեր Սարիկը ասել էր 5 տարի առաջ, եւ նա դեռ մերը չէր, դեռ լուսավոր Հայաստանինն էր։ Էդմոնենց Սարիկ։ Դե առաջարկ մեր երրորդ ճանապարհողին էլ ինչ որ դա չստացվեց ու հիմա ինքը մեր ԿՊ-ինն է։ Okay, իսկ չկա տեխնացու, որ ասես նայես վրեն ու ջոգես, այ էսա իդեալական տեխնացու այս է, չկա դենց մեկը։ Մարդ, ով պահում է Գյումրու ավանդույթները եւ սերմանում սերնդների մեջ։
Մարդ, ում շնորհիվ տարբեր ազգերի մեջ բարձրացվել է հայկական եռագույնը։ Մարդ, звучит гордо։ Լավ, եկեք հայրաքաղաքից վերադառնանք Երևան, որտեղ դեռ 7 տարի անց փորձում են գտնել ով է բերել Նիկոլին։ Ով բերեց Նիկոլ Փաշինյանին իշխանության։ Նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի թիմերի հրապարակային այս վեճին օրեր անց խառնվեց անձամբ վարչապետ Փաշինյանը։ Այսօր առավոտյան Facebook-ով պատասխանեց քաղաքական հակառակորդներին, 1 ժամվա մեջ 3 գրառմամբ։ Երկու կիսամարշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե ով է ինձ իշխանության բերել։ Միմյանցից պահանջելով ասել ճշմարտությունը։ Հոպ, կիսամաշ չի։ Սերժի դեմքն է ուղղակի տենց, պետք չի կպնել։ Կիսամաշ մի անգամից։ Ասում եմ, հազիվ ասում էր, ով է իրան բերել, լսենք։ Ինձ իշխանության ոչ ոք չի բերել։ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունը իշխանության է բերել ժողովրդին։ Ես ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն եմ եւ ժողովուրդը ինձ ուրիշով կփոխարինի, երբ ցանկանա։ Այստեղ կոշտ արձագանք Քոչարյանից։ Ես համաձայն եմ, որ ինքը տեղապահ է, ուղղակի Ալիևի ու Էրդողանի տեղապահն է ինքը։ Բում, հուշկու հարված, բայց Փաշինյանը չդիմացավ, 3 հատ ստատուս էլ գրեց, ասեց, որ դուք զրկում եք Հայաստան անկախությունից։ Ու մի հատ էլ պատասխան այն մյուս կողմից։ Եթե ինքը ակնարկում է, որ անկախ չենք եղել, Ռուսաստանի տիրապետության տակ ենք եղել, կներեք հիշացնեմ, օրը քանի անգամ էր Նիկոլ Փաշինյանը ասում սպասիբա Վլադիմիր Պուտինին, ինքն է խոսում անկախությունից, հիմա էլ թռել է Թուրքիայի գիրկը, վաղ հեսա Տրամփն ու Պուտինը կարող է ինչ-որ մի բան պայմանավորվեն, էլի գնա Վլադիմիր Վլադիմիրովիչին ասի այ ցավը տանեմ, ես Պուշկինի ցավը տանեմ, Գրիբայեդովի ցավը տանեմ, Ստալինի ցավն է տանեմ, Օղորմաս պապի ցավն է տանեմ։ Դե որտենց կարողանում եք սիրուն միահասնաբար թռնել իշխանության դեմքին, արժի իր հետ վիճել։ Կդորը մարդ եղեք, ինչպես ինքն իր մասին ասում է այս ֆայտոնավոր գյումրեցին։ Մարդ, ում գլխում առաջացավ հին Գյումրու խորհրդանիշը վերածել մրցանակի։ Մարդ, ով Գյումրու ողջ հանրության համար իրագործել է մի քանի տասնյակ մնայուն ծրագրեր։ Մարդ, Մարդս մարդ լինի։ Իսկ մարդ անուն ունի։ Ղայդով մարդ Գյումրեցի Արտյոմ Սուրենի Թումանյան։ Գժվեմգը, ուղակի գժվեմգը ու կուզենամ սրբել այս խարիզմայի կտորները, որ ցփնում են ամեն կողմ։ Լավ, եկեք բարի լուրով բարձրացրենք։ Էլեկտրասղոցներն առավոտից գործի են դրվել Երևանի բակերում ու փողոցների վրա, կանաչապատողներն այսօրվանից սկսել են ծառերը թեթևացնել, ազատել չորճուղերից։ Սանիտարական նետ ենք, մենք կատարում ամբողջ Երևանը։ Շատ լավ, մենակ խնդրում ենք միջև վարդապետի քոք չկտրեք, որ ստիպված չնենք հետո այդ ծառերը փոխարինել հուդա է ծառերով։ Մենք էս հակուրաները вообще չետեք, որովհետև կարող вообще չերևանում, որ մենք չլետեն, ու ընդհանրապես բոլոր երևանցիները չեն, որ գոհ են այդ էտումներից։ Տեղում պարզվեց շենքի տարբեր ապրողներ տարբեր պահանջներ ունեն։ Այսի կտրեք, Բարտին, ինչ ես հարսեմ ստեղա։ Մարդը ինչ հարս է եկել ընդեղ այդ բարդին դեբիլ նման ընդեղ տնկված է, հա մեկ էլի։ Բայց նենք քաղաքապետարանը հարսիկին ընթառաջ չգնաց։ Կանասարը չենք, բայց այդ բարդին թեթևացնում է։ Ես դե բնակիչ եմ 20 տարվա հարսեմ։ 20 տարվա հարսա մի բան գիտե ծառի մասին, ով գիտե ծառը ջայլ ժամանակ փչացած ծառ ա եղել, լսեք էլի։ Իսկ ինչ քաղաքապետարանում դասում են կտրել թե չկտրել, մենք բացահայտելու ենք ով է դառնալու հաջորդ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը, ինչ կոռուպցիոն նոթ դեպք է տեղի ունենում Հրազդանում եւ իհարկե մերսման սրահներ, որտեղ ոչ միայն մերսում են, այլ նաեւ Եվ այսպես այլևս կարիք չկա կրիպտոարժույթ փոխելու համար փնտրել պատուհանի կամ դախլ Երևանի փողոցներում Skylabs կրիպտո տերմինալների առաջին ու ամենամեծ ցանցը Հայաստանում է։ Արդեն 10 տերմինալ գործում են Երևանում եւ Գյումրիում։ 10-ից ավել կրիպտոարժույթներ կարող եք փոխանակել ամենացիվիլ ձևով, ամենացածր տոկոսադրույքով։ Իսկ տերմինալին կցված դրամապանակը թույլ է տալիս պահել կրիպտոն եւ անվտանգ ու արագ կատարել փոխանցումներ։
Դրամապանակը հավելված է, որը հասանելի է համ iOS-ցիների համար, համ Android օգտատերերի համար։ Skylabs, օգտվեք կրիպտոյի բոլոր հնարավորություններից Հայաստանում։ Գյումրի Երևան մեր հաջորդ կայարանն է Հրազդան, որտեղ Սասուն Միքայելյանի որդին է քաղաքապետ։ Ինչը ոչինչով չի հիշացնում այն նախկինների վիճակը, երբ օրինակ Էջմիածուն կար Մանվել Գրիգորյանը ու իր որդին էր քաղաքապետ։ Բոլորովին իրար չնման երկու տարբեր իրավիճակ։ Այո, մեկը ժողովրդարության բաստիոն, մյուսը հովանավորչության եւ կոռուպցիայի մորդոր։ 2025 թվականի հունվարին Հրազդանի համայնքապետարանը սեղմված բնական գազ ձեռք բերելու համար պայմանագրեր է կնքել Largo Winch ՍՊ-ի հետ։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 54 միլիոն 85 հազար դրամ։ Սա առաջին դեպքը չէ, երբ Սևակ Միքայելյանը պայմանագիր է կնքում եղբոր ընկերության հետ։ 22-ից 25 թվականներին Հրազդանի համայնքապետը Largo Winch ՍՊ-ի հետ կնքել է 4 պայմանագիր։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 209.5 միլիոն դրամ։ Այ քեզ ֆանտաստիկ զուգադիպություն, կմտածեք դուք, եթե ԿՊԱ-ական եք։ Հստակ կոռուպցիոն գործարք, կմտածեք դուք, եթե դիմադիր եք։ Արա, սենց բացահայտումները, որ անընդհատ լինում են ու ոչ մի բան դա չի տալիս։ Ինչի համար ենք բացահայտում, կմտածեք դուք, եթե 70% չկողմնորոշվածների մեջ եք։ Արա, ինչի համար են ընդհանրապես այդ բացահայտումները, եթե վերջում ոչ մեկ չի պատժվում։ Խնդրեմ։ Լավ էլ դու նայի ինչ պատիժ ա եղել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 24 թվականին հետքի հրապարակման հիման վրա վարույթ էր հարուցել Սևակ Միքայելյանի նկատմամբ։ Հուլիսի 29-ին հանձնաժողովը որոշել էր տուգանել Սևակ Միքայելյանին 300,000 դրամով։ 300,000 դրամ, լավ խիղճը կորցրել եք, համայնքապետի աշխատավարձի կեսը ձեռից խլել եք։ Մինչև հիմա քաղաքապետը ուշքի չի գալիս այդ հարվածից, ով ախպերդ ոնց որ $5 միլիոն պայմանագիր է կնքել։ Լավ, բա մի հակակոռուպցիոն կոմիտե չլներ էս երկրում, որ բացահայտեր էս ամեն ինչը։ Հակակոռուպցիոն կոմիտե կա, կոնկրետ այս բանին ունի ղեկավար, որտեղ մրցույթ է գնում ղեկավարի համար, բայց մրցույթի ժյուրիում ներկայացված է ամենաուժեղ մասնագետը ժյուրի բոգը։ Ով? America's Got Talent ու The Voice նախագծերի հոգևոր հայրը Մասլիկովին կավենում ժյուրի ունենալու միտքը տված մարդը եւ հակակոռուպցիոն փորձագետ Դանիել Յովհաննիսյանը։ Առհասարակ ինչ կարծիք ունեք այն մարդկանց մասին, ովքեր չունենալով վարորդական իրավունք տրանսպորտային միջոց են վարում։ Շատ լավ կարծիք ունեմ։ Ձեր որդին այժմ անցնում է քրեական գործով, որտեղ իրեն մեղսագրվում է զրկված վարորդական վկայական ունենալով հանդերձ ոչ թափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը։ Ոչ թե զրկված էր վարորդական իրավունքից, այլ ինքը ընդհանրապես վարորդական իրավունքի վկայական չունի։ Ու դա լրիվ փոխում է իրավիճակը, որովհետև լրիվ փոխում է, որտեղ նա այստեղ շատ հետաքրքիր խելացի քայլ արի։ Եթե չունես վարորդական, քեզ ամեն անգամ որ բռնեն, պրոստը մուծվում ես չունենալու համար, կյանքը շարունակում է։ Իսկ եթե եզի պես գնացել ես, ստացել ես վարորդական, որ վարես ավտոմեքենա, զրկվել կա, բան կանես, որ շատ խելացի խոտ է։ Ու ինչ ասում, համ էլ ոչ սթափ ա եղել։ Դե չէ, այստեղ Դանիելը մի քիչ բան անում, պարզվեց ինչ։ Տեխնացուի որդի полностью невиновен։ 10 օր առաջ հակակոռուպցիոն քննչական կոմիտեում քննված մի քրեական գործ է ուղարկվել դատարան, որով, եթե չեմ սխալվում, մոտ 40 պարեկների պարեկներին քրեական հետապնդում էր հարուցված կեղծ վարչական եւ ախախման արձանագրություններ կազմելու համար։ Երևի թե այսքանը բավարար է, որպեսզի մնացած հանգամանքների մասին էլ չասեմ, հաշվառնով գործը քննում է դատարանում։ Իմ տղան մեքենան չի վարել, երկու փաստական հանգամանք բացահայտեմ այնուամենայնիվ։ Պարեկները մոտեցել են դաթարի վիճակում գտնվող մեքենային, դաթարի վիճակում բակում գտնվող մեքենային։ Երկու հոգի կանգնած, որից մեկը իմ որդին է, մի անգամից ասել են, որ մեքենան դու վարում ես։ Չի կարող պատահել Դանիելի վերապատրաստած պարեկը այդ խեղճ մարդուն մոտեցել ասելա մի քշի, չնայած մարդը ակնհայտորեն ուղակի նստած էր։ Տեսեք ոնց սիրուն հարցը վերադարձրեց Դանիելի տիրույթ։ Բայց ավելի կարևոր հարցը իհարկե մնում է։ Այս մարդը ինչի է ուզում դառնա հակակոռուպցիոնի նախագահ, եթե սեփական որդուն չի կարող հորդորի, որ գնա քշելուց առաջ պրավա ստանա։ Կատարվել են բացառությամբ գիշերային ժամերին մեր տնից մոտավորապես 1 կիլոմետր հեռավորության վրա ինքը որոշել է փորձարկել իր հմտությունները եւ հմտություններ ձեռք բերել վարորդական իրավունք
ստանալու համար։ Բնականաբար ես դրան շատ վատ եմ վերաբերվում։ Հələ այս պարեկների բեսպրեդելը չեն թողնում մարդ խելոք գնա գիշերը պարապիկ շի որ պրավա ստանա։ Ու ստեղ կարա թվա որ 7 անգամ ա քշել, որտեվ ասում են 7 անգամ ա բռնվել, բայց իրականում ենթադրում եմ որ ամեն անգամ չի, չէ, բռնվել։ Գոնե դե անգամը մեջ ա, բան շատ ավելի շատ ա քշել։ Մի ասես ապուշ հարց, իսկ ինչի չի գնացել են մյուս դոջիկներից նման պարապի ավտոդպրոց ստանա պրավան։ Դե Սիրգեյ, հիմա դատախազի ընտանիք ա, գիտես պետական ոլորտում աշխատավարձները կարող ա ուղղակի տենց չի եղել այդ հնարավորությունը։ 2019 թվականին $16,000 գնել եք 3 տարվա Range Rover։ Մի քիչ շուկայական գնի հետ այդքան էլ չի բռնում 3 տարվա Range Rover-ի համար $16,000։ Գազ տուր Դանիել, գազ տուր։ Արա լավ, մի անգամից ամենավատն ես մտածում Range Rover, Range Rover չի, Range Rover-ա։ Ուղղակի շատ էր տեղը չբերեցի մեքենաների վթարվածության աստիճանը։ Մեքենան իրոք ձեռք ա բերվել $16,000 կամ դրան համարժեք, չէ, դոլարով են գնել, որովհետև աճուրդից է ձեռք բերվել։ Ուրեմն նաև դուք ընչեցրեցիք Range Rover Magnish-ը, բայց տեսակը չընչեցրեցիք։ Ինքը փոքր Range Rover-ը, Range Rover Evoque Magnish-ի փոքր Range Rover։ Մարալիկ, փոքր Ranger-ից է, ջեվի։ Ալենը ձեռք բերեց հեղափոխությունից 24 վայրկյան անց։ Այ դրանցից, դες որ շատ իզուր եք դու Դանիելը տենց ոգևորել, որ դա ամեն ինչ ունի իր բացատրությունը։ Բայն Mazda-ն Սուս, այ դրա մասին вообще մի խոսա։ Սկզբից վերանորոգման առումով դարձավ պատուհաս, որովհետև այնքան թերություններ կար ու չէին կարողանում սարքել, ոչ թե նյութական վերանորոգման խնդիրներ են այստեղ, այլ այդ մասերը չէր ճարվում։ Մինչև հիմա էլ անկեղծ ասած վերանորոգվում է, որտեղ շատ ճիշտ է արտաքինից այնքան շատ վթարված չէր, բայց ներսից այնքան վթարված դետալներ կար, որ սարքում չի վերջանում։ Բայ կորանամ ես։ Եթե խոստանում ես շատ չհուզվել, եւս մեկ մանրամասնությունը չարաբաստիկ Mazda-ից։ Նույնիսկ մի անգամ վաճառեցինք, հետ բերեցին, որպեսզի որոշեցի վաճառենք, վերջապես ազատվենք այդ մեքենայից, էլի հետ բերեցին։ Սարսափելի է Դանիել, այդ մարդուն դրեք հակակոռուպցիոն, թող գործերը դզվի մի քիչ։ Մի հատ էլ հանգամանք կա։ Չէ։ Հա։ Իմ ունեցած տեղեկությունների համաձայն դուք ձեր երկու մեքենաները, որ ձեր սեփականության իրավունքով պատկանում են, Mazda-ն եւ Maybach-ը, այո, 29 խախտումներից ոնց որ թե երկուսն են, որ Mercedes Maybach-ով են արվել, մնացածը արվել են Mazda-ով։ Ինչ 29 խախտում։ Չէ, շատ սխալ բանի վրա է կենտրոնանում դու ու Դանիելը։ Խիա դատախազը Maybach քշում։ Որ երկրում է вообще դատախազը քշում Maybach, այդ ինչ մեսեջ այն քողարկում։ Նայեք, Maybach կարա քշի Jay-Z-ին, որովհետև ինքը рэպեր է, рэպերների մոտ պոնտը ընդունված է, նետ որ եթե рэպերը քշում է Maybach Jay-Z-ին, դա լրիվ օքեյ է, վերջ էլ ոչ, օքեյ, մեկ էլ Frank Sinatra-ն, ինչի որովհետև ինքը Frank fucking Sinatra-ն է, մյուս բոլորի Maybach քշելը պետք է միշտ տարակուսանք առաջացնի։ Ես որպես հակակոռուպցիոն ծրագրերում աշխատած մարդ, օղորմացիկ USAID-ի ժամանակները, ես պատկերացնում եմ, sense շեֆը գար USAID-ի հակակոռուպցիոն ասել, Սերգեյ, իսկ ինչ ա քշում ձեր հակակոռուպցիոնի ղեկավարը, կասեի Maybach, ինքը կներվես, կասել my fucking Bach, ասի հա, not your fucking Bach, այլ his fucking Bach։ My fucking Bach տարակուսում էր այդ on-fire ամերիկացի փորձագետը։ Բայց Maybach Լավ, եկեք պարզաջրենք մի հատ բոլորովին անշարժ թեմայով։ Երևանի քաղաքապետարանցին ստեղ եք աշխատում։ Այո։ Մի հատ մեզ դել լիցենզիան կներկայացնեք գործունեություն ծավալելու։ Ունեք թե չունեք լիցենզիա։ Լիցենզիա չունեք։ Չգիտեմ։ Ով է մոտիկանում։ Հասարակական։ Այո, բարեկամներ, դուք ճիշտ եք, քաղաքապետարանը էլի մտել է մերսման սրահներ ու շոկի մեջ բացահայտել է, արա որ այնտեղ Մերսում չեն անում, լրիվ ուրիշ բան է։ Երբ այս է մերսման համար լիցենզիա պետք, ով ոնց պատահում էր ում ձեռը ուր հասնում էր, ինքն է գլխավարի մերսում էր։ Դե, իսկին ժամանակները փոխվում են, ոնց որ պրոգրես կա, առաջ են գնում արհեստական բանականություն, հիմա մի քիչ ամոթ է, որ դու ինքդ քեզ մերսես։ Տարածքի վկայականը մեզ կներկայացնեք։ Եկել ես ստեղի գործունեություն ծավալելու համար կա թույլտվություն տեղակեք դուք։
Ժողովրդի հետ։ Իրանք ասում են, սպայն մարդն է սպասում, դուք եք եկել, դրա համար եմ ձեզ հարցնում։ Ես տարածքներն եմ։ Ուր այս տարածքի վկայականն եմ, ուզում եմ վկայականները։ Այմար կարող է այդ մարդը ուղղակի եկել էր հենց մերսում ստանալ։ Խեն դեմքը փակել բանսես խորհրդավոր ստանալ։ Չէ, նարեկ չի կա։ Եթե մարդը առանց լիցենզիա բացել մերսման սրա, այդ մերսումը happy end չի ունենա։ Կարծում ես, իսկ կարող է երկու ամիսներով ունենա, եկեք քաղաքապետարան մասին, բայց մի հատ եկեք մի հատ ռոլիկ նկարենք, որ իբր թե գործ ենք անում ու ներխուժում են սենց։ Արձանագրությունը կազմում է, որ դուք առանց համապատասխան լիցենզիայի օգտագործում եք նշված տարածքը որպես մերսման սրահ։ Ով կա պատասխանատու անձ, քանի որ սեփականատեր ես բան տեղում չի։ Լյուդովիկոս 14-րդը ենթադրում եմ, որտեղ ինքը մենակ կգնար ու այն երկյա փարակյարից հենց այդ աթոռները կընտրել։ Նարեկ, դա մարքեթինգ է։ Եթե որոշում ես, որ ինքդ քեզ չես մերսելու, այլ պետքա դիմես մասնագետի, ինչպես դա ակնհայտորեն անում էր Լյուդովիկոսը, ուրեմն պետքա կահույքներ համապատասխանի։ Okay, համը չզզվող էր Լյուդովիկոսը։ Մենք այս բանի ձեր վրա արձանագրություն ենք կազմում ծառայություն մատուցելու համար առանց համապատասխան թույլտվության, այսինքն դուք նշված սրահում մերսում եք իրականացնում ու չունեք համապատասխան լիցենզիա։ Իսկ այդ աբոյները ոնց որ էրեկցիոն ֆունկցիային չեն խանգարում։ Հակառակը, հենց այդ աբոյներն են հաճախ նպաստում ճիշտ մերսմանը, ճիշտ աուրա ստեղծել։ Okay, շո, կսպասենք քաղաքապետարանի մյուս վիդեոին, երբ որ այս մարդկանց երևի տես մի 50,000 կտուգանեն, մի 6 ամիս կթողեն աշխատեն, հետո մեկան էլի սենց ոգևորված կներխուժեն, կասեն, դուք իրականում չեք մերսում այդտեղ։ Մնացեք մեզ հետ ու մի զբաղվեք ինքնամերսմամբ, դիմեք մասնագետի։ Կամ զբաղվեք։ Ո՞րն է մեր մեսիջը այս հարցում։ Well, ընտրեք մեսիջը ինքներդ։ Լավ լուր մարտի 8-ից ապրիլի 7 արևային կայան տեղադրելու ուղղությամբ մտածող մարդկանց համար։ Եվ այսպես, մի ամսյակի ընթացքում Solar Holding-ից արևային կայան ձեռք բերողները իրենց ընտրությամբ կստանան նվեր կենցաղային տեխնիկա։ Դրա համար ընդհանրապես պետքա բռնել արևի բգից ու ստիպել, որ արևը փող բերի ձեզ։ Solar Holding, թող այդ անապատի արևը մի քիչ ձեզ փող բերի։ Նորա մուտ։ Մերսի, համեցի։ Սովեն բլենդեր դեռ չես առել։ Չէ, բլենդեր հենց այդ մի բանը չունեինք։ Մերսի։ Շատ հավանեցի։ Մերսի։ Ճաշակովա։ Մերսի։ Կներես։ Էգան, կոմունալները։ Վայ կորա 15,000 լույսը, գազը 57,000։ Կներես։ Թխի դոգա, ինձ էլ հեսնոր մեյլ եկա, որ 57,000 կուտակել եմ։ Այսինքն, չգիտեիր, հեցը ամեն ամիս հաշվից պարտաճանաչ նստացնում է։ Հələ անկեղծ ասա, այդ պաշտոնը ստացել ու քեզ լավ են նայում։ Բա ինձ սազեց։ Solar Holding-ից արևային պանելներ եմ առել, տեղադրել եմ ու հիմա մայր բնությունը աշխատում է իմ համար։ Այդ մայր բնության համարը կտաս։ Իհարկե, ուղղակի իմ մոտ ինքը Solar Holding անունով է գրանցած։ Այսքանն էր այսօրվա Arm Comedy-ն։ Վերջում դիտեք օրվա վիդեոբոցը։ Իմ տեխնացուս Գյումրի նախկին քաղաքապետ Վարդան Ուգասյանն է։ Մնացածին է հորդորեմգը ոչ պաշտոնն է հավերժական, ոչ նա ընդրապայքարը, մարդը սմարտեղնի։ Իրար ոչ վիրավոր են, ոչ զրբարդ են, էլի։ Իմ տեխնացուս Ուգասյան Վարդանն է, ինքը շատ արժանի քաղաքապետ կյանի։ 2 hours later.
Միջազգային լուրերին շատ քիչ ենք անդրադառնում, մինչդեռ Արարատ Միրզոյանը գնացել է Հնդկաստան ու Հնդկաստանին ասել է, որ խաղաղությանը այսքան մոտ դեռ երբեք չենք եղել։ Սենց ուղղակի այսպես համարյա զգում ենք խաղաղությունը, ինքը ընդեղ է կա, համարյա սես կպնում ենք խաղաղությանը, շատ մոտ է։ Ես բան չասեմ, որտեղ բերանց բացեցի, գիտես էլ։ Մի ոռի բան ասելու եմ։ Հայաստանի վիճվարչությունը փաստում է, մեր Patreon-ին միացած տղամարդկանց սեռական ակտը սովորականից երկար է տևում։ Բացի դրանից, վերջում նրանք միշտ լսում են «Վաու, գազան ես, գազան» արտահայտությունը։ Հենց որ մի հապաղի, միացեք։